Դատավորի աշխատանքը օգնում է գիտությամբ զբաղվելուն եւ հակառակը գիտությունը մեծ այսպես օժանդակություն է դատական գործունեության համար։ Մեր ոլորտից օրինակ կբերեմ, քաղաքդատավարության օրենսգիրքը ստեղծվել է գործող 18 թվականի գիտնականների եւ դատավորների, պրակտիկ իրավաբանների համատեղ օգնությամբ։ Այդ ծավալուն նորմատիվ ակտը առանց գիտության ստեղծվել չէր կարող։ Գիտությամբ զբաղվելը շատ նպաստավոր է դատական գործունեության համար։ Գուցե առաջին ածանի դատավորները, որոնք խիստ ծանրաբեռնվածություն ունեն, միգուցե դա հիմնական աշխատանքին մի փոքր ժամանակի առումով խանգարում է։ Կարող եմ արձանագրել, որ մեր դատավոր գիտնականները այդ պրոբլեմները բարձրացնում են եւ բնականաբար ակնկալում ենք, որ օրենսդրական համապատասխան լուծում պետք է լինի։ Ես կարծում եմ, օրինակ շատ կարևոր կլիներ, եթե մենք ունենայինք քրեական դատավարությունում երթվյալ ատենակալների ինստիտուտը, ինչպես օրինակ դա կա Ռուսաստանի քրեական դատավարությունում, մենք տեսնում ենք, որ բավականի այսպես հետաքրքիր ինստիտուտ է, բավականի շատ պաշտպանական տեսանկյունից շատ կարևոր ինստիտուտ է։ Ներկայիս մեր այսօրվա ուսանողները ավելի ճկուն են, որովհետև ավելի շատ ինֆորմացիա ունեն, որոնելու, գտնելու, այս հնարավորությունները ավելի շատ են։ Ու սա օբյեկտիվ իրականություն է, ինտերնետը շատ բան է փոխում։ Անկեղծ ասած, մեծ հաճույք եմ ստանում այս երիտասարդության հետ շփվելու այս process-ից, որովհետև ես տեսնում եմ, թե ինչ նոր մոտեցումներ կան կյանքի նկատմամբ, կրթության նկատմամբ, գիտության նկատմամբ, մեր աշխարհընկալումը շատ ավելի նեղեր հիմիկվա, երիտասարդությունը իհարկե շատ բանիմաց է, շատ զարգացած են։ Մենք ժամանակին ամենայն ուշադրությամբ կենտրոնանում ենք, լսում ենք դասախոսին։ Մեր այսօրվա ուսանողները լսում են դասախոսին, ստուգում են Արլիսով ինչ ասեց, ճիշտ ասեց, կարող է քաղաքորեսգրքի դրույթները մի քիչ լավ չի հիշում, այս իհարկե կեսկատակ։ Գիտնականի ճանապարհը ինքնին դժվար է։ Գիտությամբ սկսել եմ զբաղվել, երբ որ ավարտեցի համալսարանը, աշխատում էի արդեն դատախազությունում եւ այդպիսի ցանկություն կար Մոսկվայի Պատրիս Լոմովայի անվան այդ համալսարանն էր, հետո իրավունքի ինստիտուտներ Մոսկվայի պետական տնտեսագիտական համալսարանի, ինքնին դժվար է։ Այլ երկիր, ընտանիք, բան, այս ոլորտի դժվարություններ, որ ես վերադարձա մեր հարազատ ու ԵՊՀ եւ ատենախոսությունը պաշտպանեցի ԵՊՀ-ի։ Բայց դրանք բոլորը գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձի համար հաղթահարելի են։ Դա չի կարող եւ չպետք է կաշկանդի, ուղղակի գուցե մեր պատկերացումները, տեսական պատկերացումները ակադեմիական ազատության մասին դատական գործունեության ընթացքում այդքան էլ կիրառելի չեն, որովհետեւ դատական կյանքը ինքը ավելի կանոնակարգված է, քան գիտական կյանքը։ Կարծում եմ ոչ, բնականաբար դատավոր գիտնական, որ գիտությամբ զբաղվում է, իր մտքերը այնպիսին չեն, որ ինքը հակասության մեջ մտնի, ասենք դատական պրակտիկայի հետ խնդիր կա, դատական պրակտիկայում առաջացել է, տեսաբանը դա բացահայտում է, կամ հակառակը տեսաբան գիտնականները պրակտիկայում թերություն տեսնում են, բացահայտում են, առաջարկում են լուծում։ Ինձ համար ամենակարևորը մարդկային հարաբերություններում եւ նաեւ ուսանող դասախոս հարաբերություններում դա ազնվությունն է, դա ինքնուրույնությունն է, դա առաջադեմ մտածելակերպն է եւ մեկը մյուսի նկատմամբ ներողամտությունը, որ պետք է մարդիկ դրանով միմյանց նկատմամբ ներշնչված լինեն։ Առաջինը դե եթե եկել է սովորելու իրավական գիտելիքներ ստանալու, ինքը պետք է դառնա մասնագետ։ Հետևաբար մասնագիտական գիտելիքներ, բայց ամենալավ մասնագետը անգամ մեծ արժեք չի ներկայացնի, եթե լավ մարդ չլինի։
այս երկու ուղղությունն է, որ ես շեշտադրում անում եմ, որ այո, լավ մասնագետ, լավ մարդ։ Հաշվի առնելով մեր ծանրաբեռնվածությունը, ես կարծում եմ դատական process-ում վատ չի, եթե օգտագործվի, օրինակ, աղբյուրներ փնտրելու, դատական նախադեպեր փնտրելու առումով, դա միայն օգնություն կլինի, բայց իհարկե մի պայմանով, որ ի վերջո որոշումը պետք է կայացնի մարդը իր խղճի, իր իրավագիտակցության, օրենքի սահմաններում։ Արհեստական բանականությանը պետք է զգույշ լինել, ինքը կարող է եւ օգտակար գործիք լինել, կարող է եւ սխալ լուծում տալ, այնպես որ ասել թե արհեստական բանականությունը այս կարծիքին է, անգամ ինքը արհեստական բանականությունը, որ ինչ-որ լուծում առաջարկում է, տակը գրած է, կարող եմ սխալվել, եւ չեմ էլ կարծում, որ մարդը կարող է անվերապահորեն արհեստական բանականությունը վստահի։ Մարդկային այդ ֆակտորը, մարդկային շփումը շատ կարևոր նշանակություն ունի։ Պատահական չէ, որ առաջի ատյանի դատարանները, որոնք անմիջականորեն շփվում են մեղադրյալների հետ, նրանք ամենափորձառուն են պատժի նշանակման առումով։ Գիտական աշխատանքներից ամենասկզբում շատ նեղ ոլորտ էի վերցրել, քաղաքացիական հարաբերություններում շատ քիչ կիրառվող արժեթղթերի շրջանառությունը, ատենախոսության թեման բաժնետոմսերի շրջանառությունն է, հետո մի քիչ լայնվեց դարձավ արժեթղթեր, հետո մի քիչ էլի կորպորատիվ հարաբերություններ, հետո արդեն կամաց գնաց դարձավ այդ վերջի աշխատանքները սեփականության իրավունք, պարտավորական իրավունք ընդհանուր մաս ուսումնական ձեռնարկների տեսքով, պարզապես դատավորի կարգավիճակը ստանձնելուց հետո դժվար է այս ոլորտին այդքան ժամանակ նվիրել։ Չնայած մեծ ծանրաբեռնվածություն է, փորձում եմ ուսանողների հետ հեղինակել հոդվածներ, այն ուսանողները, որոնք հետաքրքրված են գիտությամբ ուզում են զբաղվել, անպայման ձգտում ենք 1 կամ 2 հոդված տարվա ընթացքում նախապատրաստել եւ հրապարակել։